Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո Մայիսի 21 Եգիպտոսում պաշար կա Ծննդոց 42-րդ գլուխ 2-րդ խոսք Սովը պատել էր բոլոր ազգերը և թվում էր Հակոբն ու իր ընտանիքն անխուսափելիորեն մեծ կարիքի մեջ էին հայտնվելու Սակայն նախախնամության Աստվածը, որը երբեք չի մոռանում իր սիրո ընտրյալներին, պաշար էր պատրաստել իր ժողովրդի համար, եգիպտացիներին նախազգուշացնելով սակավության մասին և առաջնորդելով նրանց պահեստավորելու առատության տարիների հացահատիկը։ Հազիվ թե Հակոբը փրկություն սպասեր Եգիպտոսից, սակայն նրա համար հացի պաշար կար այնտեղ։ Սիրելի հավատացյալ, թեև ամեն բան ակնհայտորեն դեմ է քեզ, վստահ եղիր, որ Աստված պահպանություն ունի քեզ համար։ Քո վշտերի մատյանում գրված է նաև քո փրկության ծրագիրը։ Ինչ որ կերպ նա կազատի և կապահովի քեզ։ Գուցե քո փրկությունը շատ անսպասելի տեղից հայտնվի, սակայն օգնությունը անկասկած կհասնի քո ծայրահեղ վիճակում, և դու կմեծարես Տիրոջ անունը։ Եթե մարդիկ չկերակրեն քեզ, ագռավները կանեն դա, և եթե երկիրը ցորեն չտա, երկինքը մանանա կթափի քեզ վրա։ Ուրեմն քաջ եղիր և հանգստություն գտիր Տիրոջ մեջ։ Եթե Աստված հաճի, կարող է այնպես անել, որ արևն արևմուտքից ծագի, նմանապես էլ նա կարող է քո նեղությունն ուրախության աղբյուր դարձնել։ Եգիպտոսի ողջ պաշարը սիրելի Հովսեփի ձեռքերում էր, և նա իր հայեցողությամբ էր բացում և փակում շտեմարանները։ Այսպես էլ նախախնամության ողջ հարստությունը մեր Տեր Հիսուսի բացարձակ տիրապետության ներքո է, որն առատորեն բաշխում է դա իր ժողովրդին։ Հովսեփը լիովին պատրաստ էր ձեռք մեկնելու իր սեփական ընտանիքին, նույնպես էլ Տեր Հիսուսն է հավատարմությամբ հոգ տանում իր եղբայրների համար։ Մեր գործը մեզ համար ապահովված օգնության հետևից գնալն է։ Մենք չպետք է հանգիստ նստենք հուսահատության մեջ, այլ սթափվենք և գործի անցնենք։ Աղոթքը շուտով մեզ մեր թագավորական եղբոր ներկայության մեջ կհասցնի։ Հայտնվելով նրա գահի առաջ, մեզ մնում է միայն խնդրել ու ստանալ նրանից։ Նրա պաշարներն անսպառ են, իսկ սիրտը բարի, այնպես որ նա անշուշտ հաց կտա մեզ։ Տեր, ներիր մեր անհավատությունը և օգնիր, որ այս երեկո առատորեն օգտվենք քո լիությունից, շնորհք առնելով շնորհքի տեղ։